Սագարած աղջիկը, հեղինակներ Գրիմ եղբայրներ, թարգմանիչ Հովհաննես Թումանյան։ Լինում է չի լինում, մի պառավ շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ, մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ 4 կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր ձեռնափայտը վերցնում է, ձեռնափայտին հենված տմբալով գնում անտառը, գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասնում, ճամփին էլ բան է, եթե մարդ է պատահում, ուրախ բարևում է, բարի օր ախպեր ջան, տեսնում ես, էսօր եղանակն ինչ լավ է, չլինի թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակ ստանում եմ, ինչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։ Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն, պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անցկենում, իսկ եթե հեր ու որդի միասին կողովն անցկենալիս էին լինում, հերը որդուն կամաց զգուշացնում էր՝ տեսնու՞մ ես սրանից հեռու կաց, նա կախարդ է։ Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անցկենալիս, արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում, սլսլում է տերևներում, ու անցնում է երիտասարդը ուրախ զվարթ, ճամփին ինձ ջինս մարդ չի պատահում, մինն էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում, գոգնոցը լիքը խոտն ու 2 զամբյուղն էլ կողքին դրած, էդ ո՞նց ես էդքանը տանելու Նանի, հարցնում է երիտասարդը, ուզեմ չուզեմ պետք է տանեմ որդի ջան, ինչ անեմ, հարուստներն իհարկե կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է՝ ետ մի նայիր նոր, մեջքդ վաղ է կոր։ Ու երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է՝ գուցե կկամենաս ինձ օգնել, մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մի մեծ բան չի սա, իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի, այ էս սարի ետևի հովտումն է, ձեռաց կհասնենք։ Երիտասարդը մեղքանում է պառավին, թեև, ասում է, իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։ Դե արի վեր կալ, հենց ապրես, եղած չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է, չմոռանաս, էս խնձորն ու տանձն էլ հետը։ Երիտասարդ իշխանը մի ժամվա ճանապարհի անունը լսում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում, խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղն էլ ձեռը։ Տեսնու՞մ ես ինչ թեթև է։ Որտեղից է թեթև, տնքում է երիտասարդը, կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են, շունչս կտրում է։ Ուզում է վեր գցի, պառավը չի թողնում, հեգնում է, ասում է՝ տեսեք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդը չի կարողանում։ Էդպես է, բանը որ լեզվին գա, կտրիճ եք, իսկ գործի գալիս ետ եք գնում, էլ ինչ ես կանգնել, ոտներդ ժաժ տուր գնանք, միևնույն է, բեռն էլ օչով քո ձեռքից առնելու չի։ Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում, իրար ետևից ներքև թռչում, տեսնում է, որ էս արդեն ուժիցը վեր է, քրտինքը ճակատը կոխում է, ու մին սառը, մին տաք, մեջից հոսում, աղաչում է, ասում է՝ Նանի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։ Ոչինչ, պատասխանում է պառավը, երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս, ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի, գնա։ Դու իսկի խղճմտանք չես ունեցել, այ պառավ, բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի,
բայց որտեղից կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի, դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում, իսկ պառավը վրեն ծիծաղում է ու իր կեռ ձեռնափետը ձեռին էս կողմն է թռչկոտում։ Ինչու ես այդպես բարկանում, աղա ջան, հենց կարմրել ես, կասես հնդուհավ լինես, հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ քեզ ինչպես կվարձատրեմ։ Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը, ուզեր չուզեր, պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։ Պառավն էլ քանի գնում են, էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն ավելի ու ավելի ծանրանում, վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնկանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ, պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել, ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։ Սագերը, որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինգները երկարացրած, ուրախ աղմկելով, վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։ Գալիս է ու մայրիկ, ասում է, ինչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։ Ոչինչ, աղջիկս, պատասխանում է պառավը, ինձ ոչ մի վատ բան չի պատահել, ընդհակառակը անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց, էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ, ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք, շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանակներ էինք անում, վերջապես պառավն էստեղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում, դե հիմի նստիր էստեղ շեմքում հանգստացիր, դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։ Հետո դառնում է սագարած աղջկանը, դու գնա տուն աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի, կրակի վրա յուղ չեն ածիլ, պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։ Պարոնը էս որ լսում է, չի իմանում ինչ անի, լաց լինի թե ծիծաղի, մտքումն ասում է, հայ քեզ գեղեցկուհի, սա թեկուզ 30 տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։ Այնինչ պառավը փայփայում է իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։ Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա, օդը ջերմ ու բուրավետ, 4 կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը, լիքը կապույտ ու դեղին ծաղիկներով, մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում լողանում։ Ինչ լավ տեղ է, բացականչում է երիտասարդը, բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում, պառկեմ, աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։ Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթնեցնում, ասում է, վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս, ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես, հիմի քեզ կվարձատրեմ, եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ, ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ, ամբողջը զմրուխտից, առ, պահիր քո աչքի լույսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։ Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում,
Տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պարավին ու ճանապարհ ընկնում առանց մտիկ տալու պարավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։ 3 օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն, անծանոթ նորեկին առնում են, տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծունկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պարավի տված զմրուխտյա արկղիկը ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա, իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափվում, երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։ Մենակ մնում են թե չէ, թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ. «Ինչիս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով և ամեն իրիկում պառկում եմ արտասուքով, ես 3 աղջիկ ունեի, փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր աղջիկ չի սա, հրաշք է, ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման, արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափվում, 15 տարին որ լրացավ, հերը 3 աղջկանն էլ կանչեց իր մոտ, տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքերը չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս, հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։ Զավակներս, ասավ թագավորը, չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո, գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որը ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա, ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ. ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ. ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։ Թագավորը հարցրեց. իսկ դու իմ ամենասիրելի աղջիկս, դու ինչքան ես սիրում ինձ։ Չգիտեմ, հայրիկ, պատասխանեց աղջիկը, ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը, բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի, էն ժամանակ աղջիկն ասավ. ամենալավ կերակուրն ինձ համար համ չունի առանց աղի, ես քեզ սիրում եմ աղի չափ։ Թագավորը էս որ լսեց, կատաղությունը բռնեց ու գոռաց. էդպե՞ս, եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։ Իր թագավորությունը բաժանեց 2 մեծ աղջիկների միջև, իսկ փոքրի մեջքին հրամայեց մի տոպրակ աղ կապեն ու տվեց 2 ծառայի, որ տանեն, բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։ Ահ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտներով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց օչով չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ, շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում,
կամապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ, հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտի արկղիկն ու հանկարծ տեսնում եմ մեջ է էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից, դուք պետք է ինձ պատմեք, էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։ Երիտասարդը պատմում է, թե էս Մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պարավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։ Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են, ինչ ուզում է լինի գտնեն պարավին, ասում է, որտեղ էս Մարգարիտը գտնվել է, այնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։ Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պարավին ու իր աղջկանը։ Պարավն իր տնակի լռության մեջ նստած իլի կերմանում, մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր, հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց մտավ պարավի աղջիկը, մերը մի թեթև գլխով արավ, աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թելմանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ, էսպես մի 2 ժամ նստեցին, առանց մինը կամ մյուսը լեզուն պռունգովը տալու, վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ 3 անգամ կանչեց բու-բու, բու-բու, բու-բու ու կորավ։ Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ. «Ժամն եկավ աղջիկս, գնա արա ինչ որ անելու ես»։ Աղջիկը լուռ վեր կացավ, դուրս գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին 3 կաղնի ծառ էին կանգնած։ Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել, հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց, որ սպիտակի լուսնի լույսի տակ, և միանգամից ինչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը, դուրս եկավ կանգնեց մի անտես աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես ոչ խմես, կանգնես ու թամաշա անես, ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ, նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվռում էին կարմիր խնձորի ծաղկի պես, բայց ինքը տխուր, գետին ընկավ ու սկսեց աղի լաց լինել, աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետնին։ Էսպես նստած լաց էր լինում ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ ոչ մի չրտկոց։ Հրացանի ձայնը լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը, տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է, ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ. «Լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ»։ Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած ավելն առավ, սկսեց տնակն ավլել։ Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։ Նանի, էս գիշերվա կեսին ինչու ես տունը վեր քաղում, մարդ պետք է գա ինչ է։ Գիտես, որ ժամն է աղջիկս, հարցրեց պառավը։ Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։ Իսկ մտքովդ չանցավ, որ սրանից 3 տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ, հիմի էս գիշեր ժամանակը լրացավ ու մենք էլ միասին ապրել չենք կարող։ Աղջիկը գունատված հարցրեց. Նանի ջան, միթե ուզում ես ինձ դուրս անես քո տանից, ուր գնամ ես, ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ում մոտ գնամ։ Ինչ ասում ես անում եմ, դու էլ գոհ ես ինձնից, էլ ինչու ես ինձ դուրս անում։
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ էր պատահելու աղջկա հետ, ու խոսքը փոխեց. «Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ, քեզ համար էլ դարդ մի անի, էլ հետ կգտնես քո հորական օջախը ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ»։ Բայց նանի, ի՞նչ է պատահելու ինձ հետ, կրկին հարցրեց աղջիկը։ Մին էլ եմ ասում, ինձ մի խանգարի, թող սրբեմ, անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր էն քո մետաքսես գեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ, հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։ Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։ Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետներն առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։ Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարհը մենակ շարունակեր, մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա, էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը, որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։ Օհո, բացականչում է ինքն իրեն, ահա մինը եկավ, էս մինը, որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնի ինձնից։ Բայց ինչքան է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը չէր տեսել, չէր լսել, շունչն իրեն պահած, գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը չռած նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված, թե ինչ, ծառի մի ճյուղը կոտրում է, որ կոտրում է, աղջիկն իսկույն էլ ետ է մտնում իր խորխը ու եղնիկի նման թռչում կորչում։ Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից, շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում, դու մի ասիլ, թագավորն ու թագուհին են, հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ իր աչքով տեսած հրաշքը ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի 4 կողմը բռնած, գլուխները թևների տակը կոխած քնած են, ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են ներսը պառավը նստած, իրեն համար իլիկ է մանում, տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի փերիներ էին ապրում, որ չգիտեին աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում, չկա։ Մի առժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սիրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղից է վեր է կենում ու քաղցր ձեն տալի. «Ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ»։ Ներս են մտնում, թե չէ, ասում է. «Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե 3 տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից, էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ, ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս 3 տարին ճշմարիտ է, նա սագ էր արածեցնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առել եք հենց էն ահուդողով, որով ապրում էիք էս 3 տարին, ապա մոտենում է կողքի դռանն ու կանչում. «Դուրս արի աղջիկ ջան»։ Դուռը ետ է բացվում, մետաքսես գեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկե մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ լիներ, որ երկիր իջավ, դուրս է գալիս, վազում է, ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել.
հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշոց կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ, ինքն էլ չի իմանում ինչու կարմրում կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է. աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։ Սրան ոչ մի բան չի հարկավոր, աղջկա տեղակ պատասխանում է պառավը, ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար, սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան են մարգարիտները, որ հանում են ծովերից ու ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը, իսկ իրեն ինձ արած ծառայության համար նվիրում եմ իմ տնակը, պառավի էն ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ են տեսնում, տնակի պատերը ճոռճոռացին, նայում են, տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազվզում են դեսուդեն ու ճերմակազգեստ ջահել աղջիկներ շրջապատել են իրենց, դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն են շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը, վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։ Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը և ապրում են ուրախ ու երջանիկ բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր պատմություններ լսելու հնարավորություն ունենաք։